Նոյեմբերի 7-ին երեկոյան ես ներողություն եմ խնդրում իմ գործընկերներից մի փոքր փակագծեր բացելու համար, ես նկատի ունեմ դրսի գործընկերներից, սա իմ սկզբունքներին դեմ է, ուղղակի իրավիճակը այնպիսին է, որ կամա թե ակամա պետք է ճշմարտությունը ներկայացնել։ Նոյեմբերի 7-ին ինձ հետ կապնվեցին իմ գործընկերներից, ու ասացին, որ մենք հիմա ուսումնասիրում ենք քարտեզը, արդեն Շուշին հանձնվել էր։ Եվ տեսնում ենք, որ դուք պարտվում եք, Ստեփանակերտն է արդեն ռիսկային եւ միգուցե ժամերի ընթացքում Ստեփանակերտն էլ դուք հանձնեք։ Ռուս գործընկերների մասին է։ Ռուս գործընկերների մասին եմ ասում։ Ու ասացին, որ ձեր ղեկավարին առաջարկություններ են արվել, ինչու են դրանք մնում անարձագանք։ Ես ճիշտ ասած ուղիղ հարցրեցի, ես չգիտեմ ինչ առաջարկությունների մասին է խոսքը գնում։ Եթե դժվար չի ինձ փոխանցեք, ես մի հատ հասկանամ, դες էլ հետո ասեմ, որովհետև իսկապես օրհասական է իրավիճակը։ Բառացի թելադրեցին առաջարկված առաջարկությունների մասին, որի մեջ ամենակարևորը այն էր, որ հնարավորություն կար ռուսական խաղաղապահ ուժերը մտնեին Արցախ եւ կանգնեցնեին պատերազմական գործողությունները։ Դրանով իսկ հասկանալի էր դառնում, որ կանխվելու է Ստեփանակերտի անկումը։ Ես ասացի ուղիղ, որ առաջ անգամ եմ լսում այդ առաջարկությունների մասին, խնդրեցի ժամանակ, կապնվեցի, որպեսզի ճշտեմ, հետո խոսենք, կապնվեցի վարչապետի հետ, ասացի, որ առաջարկություններ են արվել, ուզում եմ մի հատ իմանալ, թե ինչու այդ առաջարկությունները նախ չեն ընդունվում, երկրորդը չի ներկայացվում մեզ։ Հանրության քննարկմանն էլ չի, ես գիտեք, ազգի համար կարևորագույն խնդիրներ ու հարցեր են։ Պատասխանը եղավ, որ ես խնդրեցի ընդունել ինձ։ Պատասխանն եղավ, որ գիտեք, ես հիմա զբաղված եմ, չեմ կարող ձեզ ընդունել։ Ու այդքան է։ Դե ասեցի, չեք կարող ընդունել, արդեն ինձ պարզ էր, որ չի ուզում որ քննարկում լինի։ Խոսեցի մեր գործընկերոջ հետ եւ ասեցի, որ իրավիճակը սա է, մենակ իմացեք, որ սա մեր համար նորություն է, իմ համար նորություն է։ Միգուցե ես փոխանցեցի ձեր մտահոգությունը եւ միգուցե առաջիկայում որոշակի իմաստով կակտիվանա պատասխան տալը process-ը։ Բայց ինձ խիստ մտահոգեց հենց այս հանգամանքը, որ Փաստորեն հետո, երբ որ ես ամբողջը վերեսլուծում, տեսեք, հոկտեմբերի 19-ին կատարված այդ առաջարկությունը մինչև նոյեմբերի 7-ը մնացել է անպատասխան։ 18 օր շարունակ, այսինքն 18 օր շարունակ ռեալ։ Դե թե երբ ա եղել այդ առաջարկությունը, ավելի կոնկրետ ել եմ ասում։ Հիմա չեմ կարող ես ասել, այսինքն հոկտեմբերի 19-ից առաջ։ Ես կապնվեցի, քանի որ մտահոգված էի, ուզում էի հասկանալ, ես կապնվեցի իմ քայլը պատգամավորական խմբի պատգամավորներից մեկի հետ, ում նկատմամբ ունեմ հարգանք։ Հիմա չեմ ուզում անունը բարձրաձայնել, եթե ինքը նպատակարար կգտնի, ինքը կբարձրաձայնի։ Կապնվեցի, հետաքրքրվեցի, թե արդյոք դուք գիտեք, որ ռուսական կողմը sense կոնկրետ առաջարկություններ ա, գոնե դուք գիտեք այդ մասին, թե չգիտեք։ Ինձ ասացին, որ ոչ, չգիտենք, եւ պայմանավորվեցինք այդ գործընկերոջ հետ, որ եթե ամսի 7-ին, իսկ ամսի 7-ին նախատեսված էր անվտանգության խորհրդի նիստ, եթե ամսի 7-ին անվտանգության խորհրդի նիստը կկայանա, ես անվտանգության խորհրդի նիստի բոլոր մասնակիցների ներկայությամբ կբարձրաձայնեմ այդ հարցը։ Ուղիղ հարցնելու է, ինչի այս առաջարկությունները չի ընդունում, եթե մենք այսօր այս վիճակի ենք։ Պայմանավորեցինք, եթե կլինի անվտանգության խորհրդի նիստը, ես այդ հարցը կբարձրացնեմ։ Եթե չի լինի, ապա ինքը արդեն իմ քայլը падգամավորների այդ իրենց խմբակցությունում համապատասխան պահի կամ պատեհ առիթով ինքը այդ հարցը կբարձրացնի։ Արդյոք իհարկե չասեցի, թե կոնկրետ ինչ առաջարկությունների մասին է խոսքը գնում, ընդհանրապես հարցը ռուսական կողմի առաջարկությունների մասին ինչ-որ մի բան գիտեք, թե ոչ։ Պայմանավորեցին, որ եթե իմը չստացվի, չկայանա նիստը, ապա այդ դեպքում ինքը կանի։ Նիստը չկայացավ, ամսի 7-ին նախատեսված նիստը չկայացավ, ամսի 8-ին էլ ես ազատվեցի աշխատանքից։